Հարկային օրենսգրքի վերաբերյալ բոլոր այս ուրեմն հայտարարությունները ես գտնում եմ սա մակերեսային է։ Քանի որ եկեք հասկանանք մի օրենսգրքի մասին խոսելը, մենք դեռ 3 ամիս առաջ օրինակ հարց բարձրացրեցինք, որ բոլոր տոնավաճառներում տոնավաճառների արենդավճարը գոյանում է ուրեմն անարձերներեսների, ամսական ՀՏՄ-ներից դուրս եկող առևտրի շրջանառությունից 1.5%-ը։ Մինչև այսօր ոչ մի ուրեմն տոնավաճառում բացարձակապես ոչ մի հարկային մարմնի կողմից տեսուչ կամ ներկայացուցիչ չի ներկայացրել, որպեսզի այդ օրենքը գործի դնեն։ Եվ ՀԴՄ-ները կիրառվում են պարզապես ուղղակի տնօրինության կողմից տոնավաճառների, պարտադրելով, որպեսզի անաձեռներեսները ինչ-որ մի սովորական գումար ՀԴՄ-ներով շրջանառություն ցույց տան, ասենք նրանք ասելով թե հաշվապահություն է տոնավաճառն է իրականացնում, նրանց հանձնարարություն են տալիս 800,000, կես միլիոն դրամ, 1 միլիոն դրամ եւ ավել։ Այսինքն, եթե մենք խոսում ենք օրենսգրքից, եկեք պարզ հարց ենք բարձրացնում։ Տոնավաճառներում ինչու անաձեռներեցը չի կարողանում ինքնուրույն իր ուրեմն հարկային գործը վարել եւ առևտուր իրականացնել ՀԴՄ-ների միջոցով շրջանառություն ցույց տալ, ինչի ուղղակի կապը չկա հարկային մարմինների եւ անաձեռներեսների եւ ինչու վերջապես արենդավճարը, այդ ահռելի արենդավճարը չի գոյանում անաձեռներեսների շրջանառությունից։ Հարկային օրենսգիրքը նորից խոսելով հարկային օրենսգրքի մասին, մենք դեռ 2 տարի առաջ կառավարության շենքի դիմաց պայքարեցինք, շրջանառության շեմը բարձրացրեցինք մինչև 115 միլիոն դրամի։ Ինչ է նշանակում հարկային մարմինների ուրեմն հայտարարությունները, որ խոշոր ձեռներեցները իրենց թաքցնելով շրջանառությունը իջեցնում են շեմը, ուստի դրա համար մենք 115 միլիոն դրամը իջեցնում ենք մինչև 40 միլիոն դրամ։ Եթե նախկինում մեզանից պարտադրում են ուրեմն փաստաթուղթը ձեռք բերել մոնոպոլիաներից կամ այդ ներկրողներից, խոշոր ներկրողներից, որպեսզի բացահայտեն խոշորներին, հիմա նորից մենք ենք մեղավոր, որ իրանք չեն կարողանում խոշորներին բացահայտեն եւ իջեցնում են շեմը մինչև 40 միլիոն դրամ, որ ցանկացած ոսկեդիչ երևի 1/32 կգերազանցի իր ոսկին վաճառելով։ Ես հասկանում եմ այդ տոնավաճառներում շրջանառության շեմը ցածր է, բայց աբսուրդ եմ համարում իջեցնել 40 միլիոն դրամի, համարում եմ դա, որ Վախթանգ Միրոմյանը մեզ բացատրություններ է տալիս, որ իբր թե դա հենց կառավարության որոշման մեջ ժամանակավոր ներկայացվել է, որ դա ժամանակավոր բնույթ է կրում շրջանառության շեմի բարձրացումը, այսինքն դուք ինչ եք անում։ Երևի մտածել եք 3 տարի առաջ միևնույնն է, մի քանի տարի հետո հարկային օրենսգիրք ենք մշակելու, եկեք ձայն չանենք, ժամանակ հայո թող տևի, մինչև մենք այդ նորից հետ կվերադառնանք, նորից շեմը մենք իջացնենք 56 միլիոն չէ, հիմա 40 միլիոն դրամ։ Այսինքն ես բոլոր խոսակցությունները համարում եմ մակերեսային, մենք պայքարի շնորհիվ գոհ ենք քչից շատից 5% առանց փաստաթղթերի, 1% փաստաթղթավորումով։ Եվ օրինակ ես ուզում եմ նաև օրինակներ բերեմ, որ ամբողջ ոլորտը, ինչպես ասացի ձեզ, չի շնչում բոլոր տոնավաճառները, նրանք պարզապես տոնավաճառների, ղեկավարների հսկողության տակ են, օրենքը բացարձակապես չի գործում, ես ասում եմ, ինչ կապ ունի օրենսգիրքը, որ ես 3 ամիսա ասում եմ, որ խնդրում ենք, մենք ինքներս ՀԴՄ մեքենաների միջոցով մեր շրջանառությունը վերահսկենք, մեզ ուկազ, պրիկազ չտա տոնավաճառի տնօրենը կամ սեփականատերը այսքան շրջանառություն դու ցույց կտաս եւ մեր շրջանառության միջոցով մենք վճարենք
ամսական մեր վճարը 1.5%, իրական վճարը, սա ինչ կապ ունի օրենսգրքի հետ եւ նոր այդ 3 ամսումով եկավ դրա մասին խոսեց։ Դրա համար էլ ես համարում եմ փոքր ձեռներեցների ուրեմն շահերը ոտնահարվում են